Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Սովորաբար գրողների կյանքում առաջին գիրքը յուրահատուկ փորձաքար է, այն կամ առաջացնում է շատ մեծ ոգևորություն եւ մղում նոր գրքերի ստեղծման, կամ ընդհակառակը ծառայում է որպես բարդույթ եւ շատ հաճախ լինում է այնպես, որ կանխում է գրողի հետագա ճանապարհը։ Դա կախված է դրանից, թե ինչպիսի ընդունելության արժանանում է այդ գիրքը, հեղինակը արդյոք գոհ է իր առաջին գրքից, ոգևորել է նրան, թե այլ հանգամանքներ կան։ Եվ ահա Վահե Վայանի երկրորդ գիրքն է լույս տեսել Բոննուել վերնագրով եւ որի շուրջ կզրուցենք հեղինակի հետ, հասկանալու համար նաեւ այդ հարցերը գրող, սցենարիստ, դերասան, ողջույն Վահե, արդյոք գիրքը նաև որպես ստեղծման process, այս գրող, սցենարիստ, դերասան process-ների խառնուրդն է։ Իրականում եւ հա եւ չէ, որովհետեւ գրելու ժամանակ առանձնանում մի հատ տեսակ, չեմ վախենա այդպես ասեմ, որը որ ինձնից դուրս է ավելի, նույնիսկ ես այդ ժամանակ իրեն սկսում եմ ճանաչել։ Ու երբ հիմա գիրքը վերցնում եմ, չեմ կարդում իմ գրածները, բայց որ վերցնում եմ աչքի տակով, չեմ կարդացել։ Չեմ սիրում նաև ֆիլմերը նայել, որտեղ որ խաղում եմ, նույնիսկ այդ նկարման ընթացքում կադրը չեմ նայում, որ ասում են կուզես նայես, ասում եմ չէ։ Բայց աչքի տակով անցկացել եմ ամեն դեպքում ու խմբագրման ընթացքը բան։ Ես ինքս ինձնից դուրս եմ տեսնում այն ինչ որ գրել եմ, այսինքն ես չեմ զգում այդ բանին, որ ես եմ գրել, ու ես չգիտեմ նաև ոնց եմ գրել։ Լավ, այս դեպքում ահա գամեն խոսքի սկզբում իշտակածս հոգեբանական process-ին։ Տարիներ առաջ քո ծուրտունը գիրքը լույս տեսավ, շատ ինքնատիպ հերոսները, կառուցումները, հա, շատ ինքնատիպ գիրքեր, չգիտեմ որքանով գնահատվեց ընթերցողի կողմից, որքանով չէ, բայց ինձ կոնկրետ գրավել էր իր ինքնատիպությունը եւ սովորաբար նման ինքնատիպ գրքերը մնում են որպես այսպես մեկ անգամյա ակցիա, թվում է թե գրողը իր ներսի ամբողջ պոտենցիալը իրացրել է այդ գրքի մեջ, իր երևակայությունները, մտածողության այդ տարբեր ձևերը եւ վերջ։ Բայց հանկարծ այս գիրքը արդեն Բոննուել է նոր վիպակը եւ այս դեպքում հարցը հետեւյալն է, եթե չես կարդում եւ ծնվում է հենց այնպես, կան այստեղ դասեր այս նոր վիպակում, որ քաղել ես ծուրտունը գործի հաջողությունից կամ անհաջողությունից ըստ քեզ։ Ծուրտունը իրականում ավելի վաղ էի գրել, քան տպագրեցի, 19 տարեկանում էի գրել ու այնպես ստացվեց, որ հələ բան չէի հասկանում, չէ՞։ Ես բացի այն որ բան չէի հասկանում, ես իրականում երբեք չեմ գրել, որպես ինքը տպագրվի։ Այսինքն իմ գրելու ուղին չի եղել, որ ես գրում եմ, որ գիրք տպագրվի։ Ես գրում եմ, որովհետև պետք է գրեմ։ Այսինքն ուրիշ էլ չէ։ Այդ բանը ո՞րն է դրա, էլի, ասենք գրեցիր մանավանդ եթե ինքդ էլ չես կարդում, գրում ես ինչ անես, էլի։ Իդեպ դա ինչի ինքը իրականում էլի չեմ վախենա ասեմ, ինքը աննպատակ է այդ առումով։ Եթե այդ առումով ինքը աննպատակ է, ինքն ինչ որ նպատակի ուղղված չի, ես չեմ գրում որպես ինքը ինչ որ միտեղ հասնի։ Ինքը այդ process-ն է ինձ պետք, այդ process-ը, որ ես անցնում եմ գրելու ընթացքում, դա ճանապարհը, որը որ ինձ բավարարման է տանում ու էլի ասեմ որ երևի ամենաերջանիկ պահը, որ ես իմ կյանքում երբեմն տենց գալիս է, որ ես զգում եմ որ այդ բան երջանիկ է, mən գրելու ընթացքում է, ես ինչ որ մի հատ պահ կա, որ հասնում եմ, ես զգում եմ, որ երջանիկ եմ, ասենք ես այդ ստացա այն ինչ որ զգացողությամբ իմ մոտ ստեղծվել էր ու կարողացա այդ նույնը գոնե 90%-ով բառերի օգնությամբ հասցնեմ տեղի, եթե այդ կարողացա բառերի օգնությամբ հասցնեմ այն նույնը ինչ որ ես զգացել եմ, ուրեմն հաջողված ինչ որ մի բան կա։ Այս դեպքում տեքստի մակարդակին գանք, հա նաև այդ քո սցենարական հակումները նաև նկատի առնելով չես նեղանա, եթե ասեմ, որ ինչքան էլ բարձր գնահատենք սցենարը որպես երևույթ, այդուհանդերձ տեքստի մակարդակով ինքը պարզ բան է, հա։ Ինքը ավելի շատ գործողություններ է։ Այո, գործողություններ նկարագրել, ինչ որ լավ դիալոգներ ստանալ եւ այլն, ինչ որ դուք արդեն կիմանաք։ Սցենարի մակարդակով ուղղակի տարբերությունն է, որ ես որպես սցենարիստ կարող եմ ասել, որ այդտեղ ես նաև օգտագործում եմ շատ իմ դերասանական հմտությունը, որովհետև նույնը գրողի մոտ կա իրականում, երբ պահանջված է, որ ինքը կարողանա ամբողջությամբ ներս մտնել կերպարի մեջ, որպեսզի հասկանա, թե ինքը իրականում ինչ կուզեր, ինչ կցանկանար աներ։ Այդ մեխանիզմը նույնը սցենարի իրականում հատվածով է լինում, որովհետև քո ստեղծած կերպարները ինչ որտեղ սկսում են քո ստեղծածը չլինել, իրենք առանձին կյանքն են ունենում ու իրենք են սկսում արդեն թե Էդի հերթին, բայց այս տեքստի մակարդակը
նկատի ունեմ, ամեն դեպքում պարզ տեքստ է սցենարը, էլի, որտեղ գեղարվեստականություն, հա, մաչելի այդ մտածողության ինչ որ որակներ պարտադիր չի։ Այն այնպես պետք է լինի, որ հասանելի լինի, ամեն դեպքում բար չի լինի։ Հիմա այք եթե այն ստեղծման տեքստի ստեղծման process-ը այնպեսին է, քեզ մոտ ոնց որ նկարագրեցիր, էլի, այս դեպքում երբ ես դու որպես գրող հասկանում, որ գրում ես ոչ թե սցենար, այլ սա մի բան է, որ չասեմ ավելին է, քան սցենարը, այլ սցենար չի, լավ։ Երբ որ դու գործ ունես գեղարվեստական գրականության, որովհետև մի բան ասեմ, կարող է էլի չխոստովանես, դու այնուամենայնիվ անկախ նրանից ոնց ես գրում, դու գիտես, որ գրականություն ես ստեղծում, ինչու։ Մի պարզ օրինակ բերեմ, երբ որ ես գիրք օրինակ բերեցիր, ասացիր, որ վիպակ ես գրել։ Երբ որ դու ժանրի անվանումը տալիս ես, այդ նշանակում է այդ գիտակցումը այդուհանդերձ կա։ Գրականությունը այդուհանդերձ ինչպես է ստեղծվում քեզ մոտ եւ ինչ տարերն են կյանքի, ինչ փորձառությունն է, ինչ մտորումներն են, որ բերեցին օրինակ հենց Բոննյուելի ստեղծմանը։ Այստեղ դու դերասան ես, հա, մի սյուժետիկ ինչ որ բան բացենք մեր ընթերցողների համար։ Այս վիպակ առաջի դեմքով գրված վիպակ է, որտեղ դու դերասան ես, հայտնվում ես Փարիզում։ Ինքը առաջի դեմքով է գրված, բայց հետաքրքիրն է նա, որ այն դեմքն է, որին ես սկսում եմ ինքս ճանաչել գրքի միջոցով։ Այսինքն այն դեմքը չի, ում ճանաչում են։ Այսինքն կարդալով գիրքին ինձ թվում է նորովի ինչ որ մի բան է բացահայտվում, այն ինչը որ տեսնում են շրջապատում, այն ինչը որ հիմա նույնիսկ լսում են երևի։ Ինքը ուրիշ մի հատ այն առաջին ասածներից մեջ եմ որ ասում եի տեսակ, այդ տեսակն է, որ նորովի է։ Մյուս հարցը մոռացա ինչ հարց էր։ Այդ ի՞նչն է տարբերությունը, հա, երևի։ Տարբերությունից դա չի, դու երբ ես զգում, որ սա սցենար չի, այլ գրականություն է։ Սցենարի նախ կառուցվածքն է ուրիշ է, այսինքն երբ որ դու նստում ես սցենար գրելու, դու գիտես, որ ֆիլմ է ստեղծում ու ավելի սցենարը հենց այնպես չի ծնվում, գրականությունը հենց այնպես կարող է ծնվել։ Սցենարը հենց այնպես է ստեղծվում, բայց ինքը արդեն ուղղորդված է դեպի ֆիլմ դառնալու։ Գրականությունը ինքը շատ ժամանակ կա գրականություն, որով ֆիլմ հնարավոր է ստեղծել, բայց կան գրականություններ, որոնք հնարավոր չի ստեղծել։ Իսկ սցենարը ինքը հենց ուղղորդված է դեպի ֆիլմի, այսինքն իր արտահայտչա միջոցը գնում է դեպի ֆիլմի, որովհետև ինքը պատկերի մասին է, ավելի շատ գործողության մասին է, իսկ այստեղ ավելի շատ զգացողության մասին է։ Սցենարի մեջ զգացողությունները ավելի շատ թողնված է հենց տեսանում ցույց տալու համար, իսկ գրքում հենց այսինքն այնպես որ բառերի միջոցով պետք է հասցնես։ Լավ, բայ, տես, հիմա գրքում պատմություն կա, այդուհանդերձ Ֆրանսիայում տեղ ունեցող պատմություն եւ նաեւ Հայաստանում։ Հայաստանում այսպես հուշագրական հուշային մակարդակով, որովհետև հայաստանյան իրականությունը հայտնվում է վիպակում են դեպքում, երբ որ ֆրանսիական իրականության ինչ որ մի զգացողություն ծնում է այդ ասոցիացիաները, հա, այստեղ շատ հետաքրքրելի Այն ասում ես հենց այնպես եմ գրում, այս լավ բաներ ես գրում, էլի, լավ կառույցներ ես կարողանում ստեղծել։ Հիմա տես, վայ Պարզ է, որ այս պատմությունները, թեպետ բոլորը անավարտ են գրքի պատմությունները, հա, հանդիպումներն են անավարտ, բաժանումներն են անավարտ, արկածներն են անավարտ, պատմվում են ոչ հենց այնպես այդուհանդերձ, հա, որտեվ այս պատմությունների հետևում ցավ կա, այս պատմությունների հետևում սեր կա, չհասկացվածություն կա կամ չափից դուրս հասկացվածություն կա, ինչ որ ավելորդ դոզաներ կան, պակաս դոզաներ կան, ինչի են հենց այս պատմությունները պատմվում, հա, նպատակը, ցանկությունը սրա, այդուհանդերձ ինչ որ մի առանց կա, որի շուրջ հավաքվում են այս սիրուն պատմությունները, վայ։ Ես մասնակցեցի իրականում երևի այդտեղից ավելի ճիշտ կնի սկսել, երկլեզու արվեստանոց կա, Սերժ Ավետիքյանի ստեղծած, այստեղ հավաքվում են 20-ից ավել երևի տենց արվեստի հետ առնչվող մարդիկ կամ նույնիսկ կարող են չառնչվող, բայց ցանկություն ունեցող մարդիկ, ովքեր որ մասնակցում են արվեստանոցին, հրավիրվում են մասնագետներ, ովքեր ստեղ աշխատում են ու այնպես ստացվեց, որ ես անց այն մարդկանց մեջ, ովքեր որ պետք է գնային Ֆրանսիա եւ այնտեղ պետք է գործունեություն ծավալեին 10 օր ժամանակահատվածում։ Իրական գտնվելով Ֆրանսիայում մի քանի բան կա, որ շատ ուժեղ սրված զգացի, այդ նախ իմ հայ լինելը, որը որ լավ թե վատ առումով ինքը երբեք չես կարող ասել վատ է, բայց ինքը ծանր է, թեթև չի հայ լինելը ու պետք է այդ ամբողջ պատասխանատվությունը դու կարողանաս կրես ու չպետք է փախնես հայ լինելուց, այլ պետք է վերցնես ու պատրաստ լինես դրա հետ մեկտեղ առաջ շարժվել։ Ու բացի այդ կար օտարություն, այսինքն դու հասկանում ես, որ դու ապրում ես մի ժամանակաշրջանում, միևնույն ժամանակ այդ ժամանակաշրջանի մեջ մի երկրում ես գտնվում, որտեղ ծնվել եւ մեծացել ես ու այդ երկիրը ինքն իր պահանջներն ունի ու
դու այդ պահանջներն ես գրում քո մեջ ու իրանք, այսինքն մարդիկ որտեղ որ գտնում ես քո շրջապատը, իրանք չեն հասկանա քեզ, այնպես ոնց դու կուզեիր որ քեզ հասկանային, ցանկանան է չեն հասկանա։ Եվ դա դրամա է, ըստ ամենի։ Հա, դրամա է, բայց հումորի տարեր կա, բայց որտեղ միակ միջոցը դա է։ Դրական բան գրքի, որ չես թողնում, այդ դու հիմա խոսելուց էլ ձևակերպեցիր բաներ, որ շատ ծանր են, հա։ Եվ գրքում դրա ծանրության հետ մենք առնչվում ենք եւ բարեբախտություն է, որ նաեւ չես թողնում այդ ամեն ինչը մնա այդ նաեւ տեքստային ծանրության մեջ, այդ թեթևությունը բանը ապահովում ես եւ նաեւ ես կուզեի այս դեպքում վիպակի ոճը լեզուն էլ ընդգծել, ծանր բաները չասեմ թեթև ոճի մեջ գրած, այլ կառուցվածքային այնպեսի թեթևություն ընտրած, որպեսզի ընթերցողը, որ կառնչվեց գրքին, այդ ծանրությունը դրա շուրջ ասեմ իրականում միշտ երբ որ ես ընթերցանությունը իմ մոտ սկսվել է վաղ տարիքում, միշտ իմ մոտ հարց առաջացել թե ինչի ես պետք է կարդամ գիրք, որը ծանր է, ու հիմնական բոլոր գրքերը ծանր են, այսինքն կամ հերոսը մահանում է, կամ հերոսը խելագարվում է, կամ ինչ, այսինքն Երևի միակ գիրքը, որը ինձ թեթև է տրվել, եւ հետո շատ ուժեղ ծանրություն ա ընկել, այդ Դոն Կիխոտն է եղել, բայց այսինքն կաթաթած ամենածանր գրքերից մեկն է, որը հետո թեթև է։ Հենց այդ է, ինքը սկզբում, այսինքն ինչ որ հատվածներ կա, որտեղ դու կարդում ես ու սենց ինչ որ իրոք ծիծաղում ես, բայց այդ ծիծաղը հետո վերածվում է ուրիշ բանի։ Շատ բան է։ Այստեղ դու երկու մեջբերում ունես փոքրիկ իշխանից Սենտ-Էքզյուպերին, Բուկովսկուն ես մեջբերում, հետո եթե ավելի հստակ հղումների գնանք Միսակ Մանուշյանի չասեմ կյանքը կա այս վիպակում, այլ այդ ներկայությունը կերպարի մեկնաբանություն կա յուրովի իր անհատականության, որ հրաշալի է մեկնաբանել, ես որպես գովեստ եմ ասում, որտեվ Իրան նվիրված այդ ներկայացման բան կար եւ այլն։ Այս տես ասում ես հեշտ գիրք, դժվար գիրք։ Բոլորը գիտեն այդ փոքրիկ իշխանը թեթև տեքստ է, բայց դա աշխարհի ամենածանր, դժվար մարսելի եւ հոգեբանորեն ամենածանր տեքստերից է։ Այս համադրումներն ինչի արդյունք է վայ։ Իրականում գրելու ընթացքում Քո լեզուն անզորեր ասել են ինչ կասեր Էքզյուպերին փոքրիկ իշխանով։ Չէ, իմ կյանքում իրականում երբ որ ես սկսում եմ գրելու ընթացքը, ինքը երկար process է, երկար ընթացք է ու այդ ճանապարհին երբ որ իմ կյանքում հենց ներկա պահին ես ուսումնասիրում եմ եւ նորից վերանայում եմ ինչ-որ բաներ եւ որոնք որ ես ցանկանում եմ որ տեղ ունենան, ես իրենց նորից ներդնում եմ նրա մեջ ինչը որ այդ պահին գրում եմ։ Այսինքն ես չեմ վախենում, որ հիմա իմ գրվածը չի, այլ Էքզյուպերի գրվածը, ես մտածում եմ, որ եթե այդ պահին ինքը նորից ինձ հանդիպման է եկել եւ այդ հանդիպումը զուր չի, որովհետեւ ես չեմ հավատում այդքան պատահականություններին, ուրեմն պետք է ինքը տեղ ունենա։ Տեղ ունենա, որովհետեւ ես չեմ կարծում ես ավելի լավ լեզվով կարայի ասեի, քան Էքզյուպերին։ Ամեն դեպքում ինքը հզոր է։ Անձնվել է։ Վայեպտես ես ճիշտ ասած այդքան չեմ սիրում, երբ որ հայ գրողը իր գիրքը վերնագրում է օտար բառերով։ Ես էլ չէի սիրի, բայց նա այդ մեր վերջերս ունենք, որ մեր Գրիգը իր վեպը Ֆրիդենսդորֆ վերնագրեց գերմանական, այո, հենց գերմաներեն էլ գրվեց, դա ինչ որ քաղաքի անուն է, որտեղ ապրում են երեխաներ, հա, տարբեր հակամարտությունների տուժած երեխաներ, որոնք բուժվում են։ Երբ որ կարդում ես վեպը, նոր բացվում է այդ ամբողջ բովանդակությունը եւ համարում ես, որ լավ, այլ կերպ չէր կարելի վերնագրել այս վեպը։ Հիմա քո դեպքում Բոնյուել, ես օրինակ ֆրանսերեն չգիտեմ եւ չգիտեմ։ Կարելի է իհարկե հիմա Google-ել եւ այլն։ Այ հենց այդ է, ես Google-ել եմ բանա վերում։ Դու ես Google-ել։ Ես ինքս հետաքրքիր է ինչ կբերի։ Խմիչք է բերում ու նույնիսկ այսինքն այն միտքը, որը ես դրվել եմ վերնագրի մեջ, այն միտքը ուղղակի շատ ազնիվ է, դրա համար ֆրանսերեն գրված։ Չէ, ուղղակի հենց այնտեղ գտնվելով կար մի կայարան, որտեղից ես նստում եի եւ իմ օրը սկսվում էր այդ կայարանը, Բոնյուել կայարանն էր։ Այսինքն ու երբ որ ես հարցրեցի Փարիզում կա Բոնյուել կայարան, հա, եւ այլն։ Այսինքն այն տունը, որտեղ որ ես բնակվում եի, գտնվում էր հենց այդ կայարանին շատ մոտ ու այդ կայարանն էր, որը ես փնտրում եի։ Այսինքն ես Ֆրանսիայում փնտրում էի այդ կայարանը։ Ամենտեղ sense ինչ որ սկսում էի մանգալ այդ կայարանը Բոնյուել, օքեյ, վсё, ես գնացի։ Այդ բերում էր հանգստություն, խաղաղություն, չէ, չկորելու այդ տագնապարծեն։ Չէ, իրականում չկորելը ինքը մի հատ յուրահատուկ բան է, ես մի ձգտում եմ կորելու։
Այսինքն հիմա չկա չկորելի մոտ հետաքրքիր ավելի ես կուզեմ կորեմ, որովհետև կորելու ժամանակ նոր բաներ է բացահայտվում ու գտնում ես ճանապարհ։ Կորելը ինքը բացահայտումների սկիզբն է։ Լավ, Բոնյուելն էլ հասկացանք, որովհետեւ իդեպ ասեմ քեզ հետաքրքիր մեկնակետ է տալիս արդեն ինչպես ընկալել վիպակը արդեն իր մյուս զարգացումները, որտեղ Տամպես կայարանի սիմվոլը շատ տարածված է գրականության մեջ, շատ տարածված է, շատ տարբեր վերներում։ Վերջի կայարան։ Հետաքրքիր ֆենոմեններ ունի նույն Հրանտ Մաթեոսյանի կայարանը կամ չգիտեմ Աննա Կարինյանն իրենք գցես գնաց գիտակ եւ այլն եւ այլն։ Ես ամեն դեպքում մի հարցից էլ խոսենք, ես շատ եմ կարևորում այդ խնդրի արձարծումը վեպում պատերազմը որպես զգացողություն, որպես մարդու ներսում փոփոխություններ բերող երևույթ եւ քո մեկնաբանությունը դրան, հա հիմա ասենք տես այս գիրքինչով էլ ինչ շատ հետաքրքիրվա է, որ հերոսը Ֆրանսիայում է, հերոսը ունի նոր հանդիպումներ, նոր մարդիկ, սերեր, եթե կուզես, լավ հիշում է Հայաստան, ինչ որ դրվագները հիշում որ այդ կապված, չգիտեմ, ինչ որ մարդկանց հետ կապված, բայց այ որ ասում է իր ծանր է հայ լինելը արդյոք պայմանավորված չի նաև նրանով որ հենց այդ պահին քո երկրում այդ պատերազմի զգացողություններն են այնուամենայնիվ այդ չսպիացած վերքերը եւ այլն այն հենց ոնց օրինակ ասեցինք հայ մասին որ պետքա դու կրես ու պատասխանատու լինես նույնը հենց այդ պատերազմի զգացողությունը որը կարծում եմ յուրաքանչյուր հայ ուղղակի դա ուզենալու չուզենալու բան չի դու կրում ես քո մեջ դու մասնիկներ ես կրում քո մեջ ինչ որտեղ դրանք սրվում են ինչ որտեղ ուղղակի մեղմանում ու մենք մեր հետ տանում ենք այդ այսինքն ինչքան կարողանանք դեռ տանել պետքա մինչև վերջ տանենք պետքա փորձենք ամեն ինչ անենք որ տանենք ու եթե բաց թողնենք այդ մեզնից բաց թողենք այն ժամանակ երբ ինքներս կհասնենք այնտեղ որտեղ կհասկանանք որ մենք հասել ենք արդեն այդ ժամանակ նոր բաց թողենք մինչև այդ պետքա տանենք չեմ ուզում ազատվենք ազատվելու բան չի ինքը որ ազատվենք ինքը պետքա կրել եւ այդ ծանրությունը կրկին հա պետքա կրել պետքա պատասխանել կրել չպետքա մոռացության տալ որովհետեւ ինչը մոռանաս այսքան դա քո հիշողություններն է ոնց որ հիշողությունը չպետք է մոռանալ որպես վիպակից եկած եզրահանգում ես նաեւ սա տեսա որ երբ որ դու ունես այդ կոդերը մեջդ էլի այդ որ այդ որ պետք տանես հա այդ նշանակում է դու դատապարտված ես լավ դատապարտված բառը չօգտագործեմ ախր բառը չկա որ օգտագործես դու պետք է այսուհետ լինես այդ այսպիսի դերասան ուղղակի չես կարող չլինել այսպիսի դերասան եթե դա ուսերի տա այսպիսի գրող այսպիսի ճանապարհորդ այսպիսի բան որտեղ դու այ դու հանդերձ ինչ դերել խաղաս այդ դերը մեկնաբանելու ես ըստ այդ քո կրածի դե որովհետև ես տեղից ծնունդ եմ այսինքն այդ տեղից է գալիս եթե դու ստեղ ես ծնվել ես չեմ մտածում որ դու կարող ուրեմն ուրիշ տեղ ծնվեիր իսկ դատապարտվել բառը օրինակ ինչով կարող փոխարինենք որպեսզի լավատեսական հնչի որովհետև ես դատապարտված ես այդպեսին լինելու վատ է Ստիպված էլ չենք ստիպված չէ դատապարտված ուզենք լավ բառը չեն բառը իր էներգիան ունի չէ պետք չի տենց ինձ թվում է մեկնաբաներ պետք է լինել բան չգիտեմ ինձ եկեք բառ չտանք հուսանք մեր կեցությունը կգա ինչ որ մի լավատեսական բառ կավելացնի վայ ում համար է քո գիրքը այդուհանդերձ ընթերցողի այն մարդով կվերցնի իր ձեռքը այսինքն ես չեմ գտնում որ ես ինքս որ գիրք եմ ընտրում կարդալու ես վերցնում եմ գիրքը իմ ձեռքում կարող եմ մի փոքր ինչ որ մի էջ կարդամ եթե ինքը ինձ տրվում է եթե ինքը ինձ համար ազգում եմ ես վերցնում եմ որ իրեն կարդամ ինձ թվում է այն մարդով որ կզգա որ իր համար է այս գիրքը ինքը չեմ կարծում բոլորի համար են չեմ կարող ասեմ ինչ որ տարիքային սահման բան որովհետև ինքը այնպես չի գրված որ ամեն դեպքում տարիք պահանջի ինքը մաչելի գրված է ու այն մարդով որ կվերցնի գիրքը Հուսանք այն էներգետիկան որ կա գրքում այն լավ աուրան որ կա գրքում գրախանութների այդ ցուցափեղկերից կկանչի ընթերցողներին անավանդ սիրունել գիրքա չէ եւ շատերը կվերցնեն ու կարդան քո Բոնյուել վիպակը ինչը ես շատ եմ ուզում որտեղ իսկապես շատ եմ հավանել այս փոքրիկ բայց շատ խոր ասելիքով գիրքը շնորհակալություն Վահե որ հյուրընկալվեցիր եւ քո մտորումներով կիսվեցիր մեզ հետ կսպասենք քո նոր գրքերին չգիտեմ ինչ ես որոշել սցենարիստի վերջը դերասան թե գրող ամեն դեպքում գրքերին ես կսպասեմ
Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում գիտեք, պետք է հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն էր։ Ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրող, սցենարիստ, դերասան Վահե Վայանի հետ։ Մեր զրույցի թեման նրա Բոնյուել վիպակն էր։ Լավ եղեք։